Բարև ձեզ սիրելի ուսանողներ եւ հյուրեր։ Այսօր մենք գտնվում ենք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, մի վայրում, որը ոչ միայն հիշողության, այլև պատմական ճշմարտության պահպանման կենտրոն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս թանգարանը կարևորագույն դերն ունի ինչպես կրթության, այնպես էլ մարդկանց դեմ իրականացված հանցագործությունների ճանաչման գործում։ Հայկական վիրտուալ համալսարանի թիմն այսօր այստեղ է, որպեսզի այս բացառիկ վայրից ձեզ ներկայացնի պատմության ամենադաժան, բայց եւ ամենակարևոր էջերից մեկը։ Մենք հավատում ենք, որ կրթությունը եւ իրազեկվածությունն առանցքային են ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել եւ իրագործվել է Օսմանյան Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ որ չկար հայկական պետականություն եւ Հայաստանի տարածքը բաժանված էր երկու մասի, երկու երկրների միջև։ Արևելյան Հայաստանը ցարական Ռուսաստանի տիրապետության տակ էր, իսկ արևմտյան Հայաստանը 6 նահանգներով Օսմանյան Թուրքիայի կազմի մեջ։ Բացի հայերից Օսմանյան Թուրքիայում բնակվում են նաեւ հույներ, ասորիներ, բուլղարացիներ, սերբեր, նրանք բոլորը համարվում են երկրորդ կարգի հպատակներ եւ չունեին միևնույն իրավունքները, ինչ որ իշխող հանրույթը, մամեդականները։ Նրանք իրավունք չունեն զենք կրելու, բանակում ծառայելու, հետյալ շրջելու, թանկարժեք հագուստներ կրելու, մամեդականների շինություններից բարձր տներ կառուցելու եւ ամենածանր օրենքը, որը վերաբերում էր բոլոր քրիստոնյաներին, դա արյան հարկն էր, դևշիրմ է թուրքերեն, տղայահավաքը, տարբեր քրիստոնյա ընտանիքներից 3-ից 5 տարին մեկ հավաքագրում էին փոքր տարիքի տղաներին, նրանց մամեդականացնում էին, որպեսզի նրանք համալրեին Օսմանյան բանակի ենիչերիների կորպուսը։ Սրանք մանրանկարներ են, թուրքական մանրանկարներ են, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրության վարած քաղաքականությունը քրիստոնյաների նկատմամբ։ 16-րդ դարի նիդերլանդական փորագրանկար է Սուրբ Սոֆիայի տաճարի բակում հայ երիտասարդին մաշկազերծ են անում, որովհետև նա հրաժարվում է իսլամ ընդունելուց։ Ներքևում նույնիսկ մեկնաբանություն կա նիդերլանդերենով գրված է, կասկած չկա, որ բոլոր հայ երիտասարդները հավատարիմ են իրենց հավատին, նրա մայրը չպետք է լաց լինի, որովհետև նա կարժանանա նահատակների պսակին։ Սա էլ Օսմանյան կայսրության քարտեզն է 19-րդ դարի, Հայաստանը նշված է, արևմտյան մասը Հայաստանի նշված է երկու նահանգներով, Էրզրում եւ Վան։ Օսմանյան կայսրության ողջ գոյության ընթացքում քրիստոնյաները ենթարկվում էին բռնության եւ խտրականության քաղաքականության, զուլման քաղաքականություններ հատկապես տարածված Օսմանյան կայսրությունում, որպիսի պահպանվեր տարածքային ամբողջականությունը, բայց հայերը միշտ կարողացել են պայքարել այդ քաղաքականության դեմ եւ իրենց ինքնությունը պահպանելու համար բոլոր հայաբնակ գավառներում, նահանգներում կառուցել են վանքեր, եկեղեցիներ, դպրոցներ, նույնիսկ աղջիկների համար։ Օսմանյան կայսրության արքունի պալատի բժիշկների եւ ճարտարապետների մեծ մասը տարբեր երկրներում կրթություն ստացած հայեր էին, Սեբաստիայի բժիշկների անձնակազմն է 1903 թիվ։ Արաքս ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1908 թվականին երիտուրք հեղափոխությունից հետո եւ կային նաեւ երաժշտական դպրոցներ։ Կոմիտասի գուսան երգչախումբն է։ Մեջտեղում Կոմիտասն է, իսկական անուն ազգանունը Սողոմոն Սողոմոնյան, նա Կոստանդինապոլսի այն քիչ թվով մտավորականներից է, ում հաջողվել է փրկվել կոտորածներից։ Կոնյայի Սահակյան վարժարանի սանուհիներն են 1909 թվական։ Ցեղասպանության ժամանակ միայն մի քանի երեխայի է հաջողվել փրկվել այդ վարժարանից եւ մեջտեղում նստած դպրոցի տեսուչի։ Մինչև ցեղասպանությունը կար 1000-ից ավելի հայկական դպրոց։ Դպրոցներից մեկի ուսուցչական անձնակազմն է, կողքին ընտանեկան լուսանկարներ են։ Տպագրվում էին հատուկ ամսաթերթեր, Մարմնամարզ պատկերազարդ ամսաթերթն է։
Առաջին անգամ Օսմանյան Թուրքիան 1912 թվականին Ստոկհոլմի 5-րդ օլիմպիական խաղերին ներկայացրել են հայ մարմնամարզիկները, ամբողջ թիմը բաղկացած էր միայն հայերից։ Մեծ էր հատկապես հայերի դեր Օսմանյան կայսրության տնտեսության եւ առևտրի բնագավառներում, այստեղ հիմնականում նրանց գործնական նամակագրությունն է, առևտրային ընկերության հետ հաստատած կապի վկայական, եռալեզու, ֆրանսերենով, հայերենով եւ օսմաներենով։ Մինչեւ 20-րդ դարը թուրքերը գրում էին արաբերեն տառերով, օսմանլի լեզուներին թուրքերեն լեզուն։ Հողային սեփականության վկայագրեր են, ազգային սահմանադրություն գոյություն ուներ, որը կարգավորում էր հայերի ներքին համայնքային կյանքը։ Մեջիդիե շքանշանը սուլթանը հանձնում էր պետական գործիչներին, ովքեր մեծ ներդրում ունեին իրենց գործի մեջ, շքանշանը պատրաստում էին հայ ոսկերիչները։ Նույնիսկ երբեմն քրդերը, չերքեզները եւ այլ մամեդական փոքրամասնություններ ժամանակ առ ժամանակ խրախուսված լինելով տեղական իշխանությունների կողմից կազմակերպում էին հայկական գյուղերի թալանը, հրկիզումը։ Սրանք փորագրանկարներ են գերմանական մամուլից, որոնք ներկայացնում են, թե ինչպես են քրդերը թալանում եւ հրկիզում հայկական գյուղ, առևանգում կանանց։ 14-ամյա Գյուլիզար Տեր Կարապետյանը եւս եղել է առևանգման զոհ, բայց նրա ծնողները Քուրտ Աշիրե Էթապետ է նրան առևանգել, բայց նրա ծնողները համարձակվել են դիմել դատարան։ Մի քանի դատալսումներից հետո Գյուլիզարին հաջողվում է վերադառնալ իր տուն հարազատների մոտ։ Դա ունենում է մեծ հնչեղություն, որովհետև մինչ այդ ոչ մի քրիստոնյա դատարանում մամեդականի դեմ ցուցմունք չէր տվել, նրանք դրա իրավունքը չունեին։ Հայերի դրությունը վատթարանում է, սրվում է 19-րդ դարի վերջին ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ որ տարբեր երկրներ Արևմուտքը եւ ցարական Ռուսաստանը սկսում են միջամտել Օսմանյան կայսրության ներքին գործերին, պահանջելով քրիստոնյաների անվտանգությունը, պաշտպանությունը, բայց միևնույն ժամանակ նրանք առաջին հերթին առաջ էին տանում իրենց իսկ շահերը։ Հայերի ինքնավարության պահանջներին վերջ դնելու նպատակով Սուլթան Աբդուլ-Համիդ II-ը կազմակերպում է զանգվածային կոտորածներ 1894 թվականին, որոնք տևում են 2 տարի, տալիս են մոտ 300,000 զոհ, այսինքն մինչև 1915 թվականը արդեն կային կոտորածներ։ Այստեղ տեսնում ենք զոհերի թաղումը, եղբայրական գերեզմանոցում զոհված երեխաներ, վիրավորված կանայք եւ շատերը թողնում են իրենց տները եւ փնտրում են ապաստան այլ երկրներում։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ էր Օսմանյան կայսրության վարած քաղաքականությունից եւ Սուլթան Աբդուլ-Համիդ II-ի կազմակերպած կոտորածներից։ Գրքեր եւ ժողովածուներ են լույս տեսել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ցարական Ռուսաստանում։ Ֆրանսիական թերթերից մեկում Սուլթան Աբդուլ-Համիդ II-ը ներկայացվում էր ծաղրանկարներով եւ գրվում էր, որ նա արյունարփու սուլթան է։ Այս գիրքը տպագրվել է Գերմանիայում, նարնջագույն տառերով գրված է Քո եղբոր արյունը, սև տառերով հայերի տանջալից օրերի պատմությունը։ Բնականաբար հայերը դիմել են ինքնապաշտպանության տարբեր ձևերի մեթոդների, տղամարդիկ կազմում էին խմբեր, ֆիդայական ջոկատներ եւ բարձրանում էին լեռները իրենց կանանց ունեցվածքը երեխաներին պաշտպանելու նպատակով։ Ոչ միայն հայերը, մյուս քրիստոնյաները եւս ենթարկվում էին հետապնդումների, տեսեք 20-րդ դարի սկզբի իրադարձություններ են, թուրք ժանդարմներն են մակեդոնացիների գլուխների հետ, դահիճները սովորույթ ունեին իրենց զոհերի հետ լուսանկարվել, նրանց հետ հաշվեհարդար տեսնելուց հետո կամ առաջ։ 1908 թվականին Օսմանյան Թուրքիայում իշխանության եկան ելիտ թուրքերը եւ հայտարարեցին, որ կլինի ազատություն, հավասարություն բոլոր ժողովուրդների միջև, ողջևորված այդ առաջարկներից հայերը բազմահավաք ցույցերով, հավաքներով ողջունեցին ելիտ թուրքերին իշխանությանը, նույնիսկ իրավունք ունեցան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց այդ ամենը շատ կարճ տևեց։ Ելիտ թուրքերը որդեգրեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը, նախատեսելով ստեղծել մեծ
Թուրան, թյուրքական պետություն, որը տարածվելու էր Բոսֆորի նեղուցից մինչև Չինաստան եւ բնակեցված էր լինելու միայն մահմեդականներով, թրքախոս ժողովուրդներով, մնացածները պիտի ձուլվեին։ Դա առաջացնում է դժգոհություն հայերի մոտ, նրանք կազմակերպում են ցույցեր, բարձրացնում են իրենց բողոքի ձայնը, ինչը հանգեցնում է նրան, որ 1909 թվականի ապրիլ ամսին Կիլիկիայում գտնվող Ադանայում տեղի են ունենում հայկական թաղամասերի հրկիզումը, շատ-շատերը ողջ նույնիսկ այրվում են իրենց տների մեջ, վերադառնալով իր տուն, տարեց մարդը գտնում է իր երեխաներից մեկի այրված գանգը։ Ադանայի ավերված եւ հրկիզված տներով թաղամասերով փոստային բացիկները լույս են տեսել Ֆրանսիայում։ Փոստային բացիկները լույս են տեսել Ֆրանսիայում եւ ներկայացնում են ավերված եւ հրկիզված Ադանան։ Ֆրանսիական ճիզվիտական հաստատությունը եւս հրդեհվել եւ ավերվել է, քանի որ ֆրանսիացիները աջակցում էին հայերին։ 1911 թվականին Սալոնիկում 4-րդ համաժողովի ժամանակ երիտուրք կուսակցության անդամները վճռում են քրիստոնյաների իսլամացման հարցը։ Քրիստոնյաները կամ պիտի իսլամ ընդունեին, կամ պիտի տեղահանվեին Օսմանյան Թուրքիայի տարածքից խոչընդոտ չհանդիսանալու համար Թուրանի ստեղծմանը։ Այսինքն, ցեղասպանության ծրագիրը գոյություն ուներ առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց 3 տարի առաջ։ Իսկ Թուրքիայի պատմաբանները իշխանությունները միշտ շղթել են ցեղասպանության փաստը եւ հայտարարել, որ ընդամենը եղել են ռազմական գործողություններ կամ եղել են անխուսափելի հետևանքներ առաջին համաշխարհային պատերազմի, այսինքն ռազմական առճակատումներ, քաղաքացիական բախումներ։ Եվ առաջին համաշխարհային պատերազմը, որը սկսվել է 1914 թվականին, հարմար առիթ է հանդիսացել ցեղասպանության ծրագրի իրագործման համար։ Ցավոք սրտի հայերը հայտնվել են երկու տարբեր խմբավորումներում, որովհետև կար մոտ 250,000 հայ ռուսական բանակում, 60,000 հայ թուրքական բանակում։ 1915 թվականի հունվար ամսին թուրքական 3-րդ բանակը ծանր պարտություն է կրում ռուսական զորքերի կողմից Կովկասյան ճակատում Սարիղամիշի մոտ։ Բանակի հայ եւ հույն զինվորականները մեղադրվում են դավաճանության մեջ։ Ահա թե ինչու առաջին քայլը, որ ձեռնարկվում է 1915 թվականի փետրվարին, դա նրանց զինաթափումն էր եւ ոչնչացումը։ Սկզբում զինաթափեցին, ներառեցին աշխատանքային գումարտակների մեջ եւ ուղարկեցին ճանապարհաշինարարական բեռնափոխադրման աշխատանքների։ Երբ որ նրանց իրենց աշխատանքը արդեն անում էին, նրանց ոչնչացնում էին, գնդակահարում էին եւ նետում եփրատկետը կամ իրենց իսկ փորած խրամատների մեջ։ Դա ցեղասպանության առաջին փուլն էր։ Ցեղասպանության հաջորդ փուլը տարբեր հայ գործիչների 50-ից ցածր տղամարդկանց թիրախավորումներ։ Օրինակ Զեյթունցի երևելիներին Մարաշում լուսանկարելուց հետո բոլորին ոչնչացրել են։ Վերևում թուրքեր են, հայ տղամարդկանց մոտ թուրք ժանդարմ է կանգնած։ Քահանաներ են կախաղանհանված։ Հնչակյան կուսակցության գործիչներ եւ քահանաների եւ հնչակյան կուսակցության անդամներին սպիտակ զգեստներ հագցրել են թուրք ժանդարմները որպես մահապատժի խորհրդանիշ։ 50 տարեկից ցածր տղամարդկանց տեղահանել են դեպի Փոքր Ասիայի Մեկուսի վայրեր եւ նրանց գնդակահարել փոքր խմբերով։ Շին ցեղասպանության առաջին փուլերին ոչնչացվել են մարտունակ տղամարդիկ։ Ապրիլի 24-ը նշվում է որպես ցեղասպան զոհերի հիշատակի օր, որովհետև 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալել են Կոստանդինապոլիսի հայ մտավորականներին, գրողների, բժիշկների, բանաստեղծների եւ այլոց։ Մի այդ մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 հոգի, բոլորի տները խուզարկում էին զենք գտնելու պատրվակով, հետո կտանքների էին ենթարկում եւ աքսորում դեպի անծանոթ վայր գնդակահարում աքսորի ճանապարհին։ Մտավորականների թվում էր օրինակ Գրիգոր Զորաբը, գրող, հրապարակախոս, Սիամ Անթոն, բանաստեղծ, խմբագիր Դանիել Վարուժան, Նազարեթ Տաղավարյան, Տիրան Քելեկյան, լրագրող, դասախոս, Ռուբեն Սևակը գրող է եղել եւ բժիշկ։ Ռուբեն Սևակը իսկական ազգանունը Չիլինգիրյան։
Նրա կինը գերմանուհի էր, նա դիմել է Գերմանիայի դեսպանատուն Օսմանյան Թուրքիայում, հույս ունենալով, որ կփրկի իր ամուսնուն, բայց իր խնդրանքը մերժել են։ Առանձնակի դաժանությամբ էին վերաբերվում քահանաներին և մյուս հոգևոր գործիչներին, նրանց շատ հաճախ անդամահատում էին, աչք էին հանում, ականջ և քիթ էին կտրում, մորուք էին պոկում, եղունգներ։ Կոմիտաս այն քիչ թվով մտավորականներից է, ում հաջողվել է փրկվել միջամտությունների շնորհիվ, նա վերադարձել է աքսորավայրից, բայց կյանքի մնացած մասը 20 տարիներն անցկացրել է Փարիզի Վիլժուիվ արվարձանի հիվանդանոցում, բայց շարունակել է գրել երաժշտություն և երգեր, շարականներ։ Ցեղասպանությունը կազմակերպողների լուսանկարներն են, գլխավոր պատասխանատվությունը ընկնում է 3 հոգու վրա։ Թալաթ Փաշան ներքին գործերի նախարարն էր, Էնվեր Փաշան պատերազմի նախարար և Ջեմալ Փաշա ռազմածովային ուժերի նախարար։ Մնացածները ոստիկանության գործակալներ էին, տարբեր շրջանների կառավարիչներ, հարկահաններ։ Բայց սպանության գործիքը բանտերից ազատված բանտարկյալներն էին, ովքեր մեծ մասամբ ազգությամբ քրդեր էին, սև գործը նրանք էին իրականացնում։ Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալատ, Իսմայիլ Էնվեր պատերազմի նախարար և Ահմեդ Ջեմալ ռազմածովային ուժերի նախարար։ Թուրքական կառավարությունը նաև օրենք է հրապարակում հայերի գույքը սեփականաշնորհելու վերաբերյալ, այսինքն այն ինչ ունեին հայերը, պիտի փոխանցվեր Թուրքիայի պետական գանձարանին։ Այսինքն կողոպուտը Թալանը դրվեց օրինական մակարդակի վրա։ Ցեղասպանության վերջին փուլը խաղաղ բնակչության տեղահանությունն էր։ Կանայք, երեխաները, տարեց մարդիկ ըստ տեղահանության հրամանի պիտի կազմեին փոքր խմբեր, քարավաններ և թուրք ժանդարմների հսկողությամբ պիտի քայլեին դեպի Սիրիայի և Միջագետքի անապատներ համակենտրոնացման ճամբարներում բնակվելու համար, իրենց իսկ ապահովության համար, բայց դա ընդամենը ձևակերպում էր հրամաններում։ Իրականում նրանք, ովքեր հետ էին մնում, չէին կարողանում քայլել, տեղում սպանվում էին։ Շատերին նետել են բարձր կամուրջներից, ժայռերից, այսինքն ժամանակավոր տեղահանության քողի տակ իրականացվում էին էթնիկական զտումներ։ Տեղահանության ճանապարհին արված այս լուսանկարների հեղինակը Արմին Վեգներն է, ով եղել է գերմանացի սանիտարական ծառայության սպա։ Արգելված էր օտարերկրացիներին լուսանկարել, վավերագրել դեպքերը, բայց նա չի հնազանդվում այդ հրամանին։ Այդ իսկ պատճառով գերմանացի զինվորականները նրան ձերբակալում են, լուսանկարների մեծ մասը այրում են, բայց Արմին Վեգները կարողանում է այս լուսանկարների ապակե նեգատիվները փրկել, թաքցնելով իր կոտու մեջ եւ այդպիսով իր հետ ապահով դուրս է բերում Օսմանյան Թուրքիայի տարածքից, տանելով Գերմանիա։ Հետագայում կարողանում է հանձնել լուսանկարները Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությանը։ Այս հայկական ընտանիքներից եւ այս դպրոցից միայն մի քանի երեխայի է հաջողվել փրկվել։ Մանվելի թորնուհին աշխատում է այս թանգանում որպես հայախոս գիդ, էքսկուրսավար։ 9-ամյա Մանվել Թևեկելյանին փրկել է հարևան թուրքը, պահել է իր տանկից ջրհորի մեջ եւ հետո հանձնել ամերիկյան որբանոց։ Կային քիչ թվով թուրքեր, արաբներ, քրդեր, ովքեր փրկում էին երեխաների, վտանգելով իրենց սեփական անձնական կյանքը, որովհետև բոլորին նախապես հրաման էր տրված, եթե ինչ-որ մի մամեդական իր տան մեջ կթաքցնի գյավուրի, այսինքն անհավատի, բոլոր քրիստոնյաներին ասում էին անհավատ գյավուր, նրանք կախաղան կհանեն իր իսկ տան շեմին եւ ամբողջ ունեցվածքը կայրեն, բայց եղել են մարդիկ, ովքեր չեն հնազանդվել այդ հրամանին։ Կային մի 2-3 բարձրաստիճան թուրք, ովքեր չեն հնազանդվել այդ հրամանին եւ նրանց հեռացրել են իրենց պաշտոններից։ Անապատներում կանայք եւ երեխաները սնվում էին խոտով, միջատներով, կենդանիների մնացորդներով, լուսանկարում կանայք են ավանակի լեշի շուրջը։ Որոշ երիտասարդներ փրկվել են կանացի հագուստների մեջ թաքնվելով։ Վարդան Մալյանը նրանցից մեկն է, ով կնոջ զգեստով տեղահանվել է կանանց երեխաների հետ եւ փրկվել է կոտորածներից, նրա օրագիրն է։
Իսկ Սերոբ Թորոսյանը թաքցրել է Աստվածաշունչը հողի տակ թուրք հարևանի պարտեզում 2 տարի, որպեսզի իր տան մեջ չգտնեն եւ չոչնչացնեն գիրքը։ 2 տարի անց վերադարձել է, գտել նույն տեղում Աստվածաշունչը, տարիներ անց թոռները նվիրել են թանգարանին։ Ցեղասպանության տարիներին թուրքական կառավարությունը բացում էր որբանոցներ հայ եւ հույն տղաների համար, ովքեր պիտի համալրեն Ենիչերիների կորպուսը թուրքական բանակի։ Նրանց բոլորին արգելված էր խոսել իրենց մայրենի լեզվով, նրանց տալիս էին թուրքական անուններ, ազգանուններ կամ համարակալում էին եւ դավանափոխ էին անում։ Դա ինքնության ոչնչացում է, որը եւս համարվում է ցեղասպանություն։ Եվ խնայում էին միայն այն երեխաներին, ովքեր ֆիզիկապես ուժեղ էին եւ չէին տեսել իրենց ծնողների սպանվելը, որպիսի չմեծանային վրիժառության ոգով։ Բարեբախտաբար առաջին համաշխարհային պատերազմից հետո այս երեխաներին ազատագրել են միջազգային մարդասիրական կազմակերպությունները եւ տեղավորել քրիստոնեական որբանոցներ աշխարհի տարբեր երկրներում, փրկելու համար երեխաների ինքնությունը։ Որոշ հայեր ռուսական զորքերի օգնությամբ, ուղեկցությամբ կարողացել են հասնել Արևելյան Հայաստան, Էջմիածին 1915 թվականի ամռանը։ Այսինքն նրանք փրկվել են կոտորածներից, բայց մահացել են տիֆի եւ մալարիայի համաճարակներից։ Այս փաստերի վրա են հիմնվել թուրքական իշխանությունները եւ շղթել ցեղասպանությունը, հայտարարելով, որ մարդիկ ուղակի մահացել են համաճարակներից, բայց ըստ ցեղասպանությունների կոնվենցիայի, ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիայի 1940 թվականին հատուկ մտածված կերպով այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում էթնիկական խումբը, ազգը չի կարող գոյատևել, եւս համարվում է ցեղասպանություն։ Ցեղասպանություն է նաև համարվում մարմնական վնասվածքներ հասցնելը ազգության եւ դավանանքի պատճառով։ Երբ որ մի քուրդ լսում է տղայի անունը Մուշեղ, նա նրան գամում է ծառին։ Մուշեղը ցույց է տալիս սպիերը իր ձեռքերի վրա։ Նրա ընտանիքի 14 անդամներից փրկվել է միայն ինքը եւ իր մայրը։ Նրանք ծագումով Վանից էին։ Այս ֆիլմը նկարահանվել է դանիացի միսիոներուի Կարեն Եփեի ջանքերի շնորհիվ, գեղարվեստական ֆիլմ է, համր ֆիլմ, որը ներկայացնում է կանանց ազատագրումը հարեմներից, քրիստոնյա կանանց ազատագրումը։ Բռնագաղթի ճանապարհին հիմնականում 14-ից 17 տարեկան աղջիկներին առևանգում էին եւ տանում արաբական, թուրքական հարեմներ։ Եղբայր եւ քույրն, ովքեր իրար գտել են անապատներում 3 տարի դեգերելուց հետո, տղան սնվում էր միայն խոտով, ահա թե ինչու նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Որոշ հարեմներում հայ կանանց վրա դաջվածքներ են արել, այսպիսի դաջվածքներ դեմքերին, պարանոցներին եւ ձեռքերին։ Այս դաջվածքները ցույց էին տալիս փոփոխություն իրենց կյանքում երեխայի ծնունդից հետո կամ պատկանելություն որևիցե մի հարեմի։ Նրանց ազատագրել է ազգերի լիգան։ Ներքևում նրանց ազատագրման փաստաթղթերն են, որոնց վրա նշված է նաեւ ազատագրման տարեթիվը։ Տեսեք 1926 թիվ, 23 թիվ, այդ պրոցեսը շարունակվել է մինչև 1930-ական թվականները եւ մինչև 1930-ականները բնականաբար շատերը ունեին արդեն երեխաներ։ Եվ նրանք, ովքեր չէին ուզում թողնել իրենց երեխաներին միայնակ հարեմներում, ստիպված էին իրենց կյանքը շարունակել այնտեղ, որովհետեւ իրավունք չունեին վերցնել մամեդականից ծնված երեխային։ Այս լուսանկարների փաստաթղթերի բնօրինակները պահվում են Ազգերի լիգայի արխիվում, Շվեյցարիայում, Ժնև քաղաքում։ Էկրանին ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է, որը նկարահանվել է 1918 թվականին Մետրո Գոլդվին Մայեր ընկերությունում։ Ֆիլմը տևում է 18 րոպե,
Հենրի Մորգենթաուն է Ամերիկայի դեսպանը Կոստանդինապոլսում, ով խաղացել է իր իսկ դերը ֆիլմում ցեղասպանության կարևոր ականատես։ Ֆիլմը հիմնված է Ավրորա Մարտիգանյանի իսկական անունը Արշալույս հուշերի վրա։ Ավրորան 14 տարեկան է եղել, երբ որ սկսվել է բռնագաղթը, կորցրել է իր ընտանիքի բոլոր անդամներին։ Սկզբում սպանվել են հայրը եւ եղբայրները բանտում, գաղթի ճանապարհին մայրը եւ քույրերը։ Աջ կողմում Ավրորան է 4 տարեկան է լուսանկարում։ Նրան հաջողվել է մի քանի անգամ փախուստի դիմել, 2 տարվա ընթացքում դեգերել է անապատներում, անցել է մոտ 600 կիլոմետր եւ հասել վերջապես 1917 թվականին Էրզրում քաղաք, որը արդեն գրաված էր ռուսական զորքերի կողմից, այսինքն նա անվտանգ պայմաններում էր։ Ամերիկյան կոմիտեի միջոցներով նրան հաջողվում է մեկնել նախ Պետրոգրադ, հետո հասնել Ամերիկա։ Ապրում է Նյու Յորքում մի հայկական ընտանիքում, պատմում է իր գլխով անցածը, սկզբում լույս են տեսնում հոդվածներ, հետո հրատարակվում է նրա հուշագրությունը Ռավիշտ Արմենիա վերնագրով հոշոտված Հայաստան 1918 թվականին Նյու Յորքում։ Գրքի առաջին հրատարակություններն են անգլերենով 1918 թիվ եւ երկրորդ հրատարակությունը Ռոտերդամում է լույս տեսել 1920 թվական Նիդերլանդներում Ռոտերդամ քաղաքում։ Այնուհետև նկարահանվում է ֆիլմը Մետրո Գոլդվին Մայեր ընկերությունում։ Տեսարաններ են ֆիլմից։ Ցեղասպանության տարիներին 12 վայրում հայերը կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր, չեն հնազանդվել թուրքական կառավարության հրամանին պատրաստ լինելու տեղահանությանը, որովհետև արդեն իրենց հայրենակիցներից տեղեկացել են, որ դա սովորական տեղահանություն չէ պատերազմական գործողությունների պատճառով, այլ տեղահանության քողի տակ իրենք սպանվելու են։ Այդ վայրերից մեկը Մուսա լեռն էր, Մուսա լեռը կամ Մովսեսի լեռ, Ամանոսի լեռնաշղթաներից մեկն է, գտնվում է Կիլիկիայում Միջերկրական ծովի ափին։ Լեռան ստորոտին կար 6 հայկական գյուղ, գյուղերի բնակչության մեծամասնությունը որոշում է բարձրանալ լեռ եւ դիմել զենքի։ Հայերը կարողանում են զինված դիմադրություն ցույց տալ ավելի քան 40 օր։ Երբ որ կար զենքի եւ զինամթերքի պակաս, լեռան ծովահայաց եզրին միջերկրական ծովով անցնող ռազմանավերի ուշադրությունը գրավելու համար նրանք կանգնեցնում են 2 սավան դրոշներ։ Մեկի վրա կարմիր խաչ էր, մյուսի վրա անգլերենով գրված էր քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք։ Եվ այդ դրոշների մոտ միշտ խարույկ էին վառում, որպեսզի մոտեցող ռազմանավերը նկատեն։ 1913 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը ֆրանսիական 5 ռազմանավ է մոտենում եւ նրանք սկսում են տարհանել մուսալերցիներին, տեղափոխելով նրանց Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաք, որտեղ հայերը վրանների տակ են ապրում 2 տարի, հետո մեծ մասը գաղթում է Լիբանան։ Հիմա եւ Լիբանանում եւ Եգիպտոսում կան հայկական համայնքներ։ Մուսալեռան հայերի ինքնապաշտպանությունը եւ ֆրանսիական նավատորմի միջամտությունը իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի Մուսալեռան 40 օրը վեպում։ Վեպը լույս է տեսել 1933 թվականին, երբ որ նացիստները արդեն իշխանության էին եկել եւ վեպը համարվում է հակագերմանական, որովհետեւ Ֆրանց Վերֆելը տողատակերում նշել էր, հուշել էր գերմանացիների մեղսակցությունը հայոց ցեղասպանության մեջ եւ իրապես կար գերմանական կառավարության մեղսակցությունը, որովհետեւ տեղահանության հրամանները ստորագրել էին գերմանացի բարձրաստիճան զինվորականները, իսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները, ոչրագործները փախուստի էին դիմել գերմանական ռազմանավերով։ Գերմանիան ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ իր մեղսակցությունը եւս 2016 թվականին։ Հաջորդ փայլուն դիմադրությունը հերոսամարտը տեղի է ունեցել Վան քաղաքում։ Վանը պատմական Հայաստանի առաջին մայրաքաղաքն է եղել։ Վանում հայերը կարողացել են դիմադրել 27 օր 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, հետո քաղաքի մատույցներում հայտնվել է ռուսական բանակը եւ թուրքական զորքերը նահանջել են։ 200,000 հայ փրկվում է Վան քաղաքից։
Որոշ օտարերկրացի միսիոներներ, դիվանագետներ, լրագրողներ, գրողներ եղել են ցեղասպանության ականատեսներ։ Նրանցից են Ալմա Յոհանսոնը, շվեդ միսիոներուհի, Վլադիմիր Կորդլևսկի, ռուս թղթակից, արևելագետ, Անրի Բարբի, ֆրանսիացի լրագրող, նա գրել է «Նահատակ Հայաստան, սարսափին երկրին մեջ»։ Գրքի առաջաբանը գրել է Ֆրանսիայի նախագահ Պոլ Դեշանելը։ Կողքին հայերեն թարգմանությունն է։ Ջակոմո Գորինի, իտալացի դիվանագետ, իր հուշերում նա նկարագրել է, թե ինչպես են Սև ծովի մեջ ջրահեղ ծարել Տրապիզոնի հայերը, որովհետև Տրապիզոնը գտնվում է Սև ծովի մեջ։ Շատ կանայք եւ 15000 երեխայի են ջրահեղ ծարել Սև ծովի մեջ։ Սարա Արոնսոնը, հրեական կազմակերպության անդամ։ Նույն հայոց ցեղասպանության պատմությունը հիմնված է նաև ականատեսների թողած հուշերի, վկայությունների, զեկույցների վրա։ Ջեյմս Փրայսը հայտնի անգլիացի գիտնական էր եւ պետական գործիչ։ Նրա գրած գիրքը հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում 1915-ից 1916 թվականներին հիմնված է փաստաթղթերի վրա։ Բրիտանական արխիվներում շատ փաստաթղթեր, լուսանկարներ կան հայոց ցեղասպանության վերաբերյալ, բայց մինչ օրս Մեծ Բրիտանիան պահպանում է չեզոքություն ցեղասպանության ճանաչման հարցում։ Կարևոր է նշել, որ հայոց ցեղասպանությունը լուսաբանվել է, լայնորեն լուսաբանվել է եւ դատապարտվել է հենց ցեղասպանության տարիներին։ 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը ստորագրում են համատեղ հայտարարագիր, մեղադրելով թուրքական կառավարությանը հանցագործության մեջ ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության։ Այդ արտահայտությունը դառնում է ցեղասպանությունը դատապարտող առաջին նախադասությունը, արտահայտությունը, միտքը, որովհետև այդ ժամանակ 1915 թվականին genocide, գենոցիդ, ցեղասպանություն միջազգային տերմինը դեռևս գոյություն չուներ։ Այն ստեղծվել է ավելի ուշ 1944 թվականին լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից։ Միջազգային մամուլը եւս լայնորեն անդրադարձել է հայերի կոտորածներին։ Շատ մեծ թվով հոդվածներ են տեսել հատկապես ամերիկյան The New York Times թերթում։ Միայն 1915 թվականի դեկտեմբերին լույս է տեսել ավելի քան 100 հոդված։ Ֆրանսիական Le Petit Parisien թերթում գրված է նույնիսկ ցեղասպանության զոհերի պաշտոնական թիվը 1,5 միլիոն։ Դա 2,5 միլիոն հայից մինչև 1915 թվականը։ Հոդվածներ են լույս տեսել նաև նորվեգական Եմետ թերթում, բելգիական թերթում, ռուսական Արմյանսկի Վեսնիկ թերթում, լեհական Էկոպոլսկիե եւ հունգարական թերթերում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1919 թվականին Փարիզի խաղաղության վեհաժողովում որոշում է կայացվում ստեղծել հանձնախումբ ուսումնասիրելու համար պատերազմական հանցագործությունները։ Փարիզի վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներն են։ Արևմտյան երկրների միջամտություններից խուսափելու համար թուրքական հետպատերազմյան կառավարությունը ինքն է որոշում կազմակերպել դատավարություն։ Բացվում են ռազմական ատյաններ, 1919 թվականի հուլիս ամսին Ստամբուլում ընթերցվում է դատավճիռը, բայց դատավարությունը ընթանում է հեռակա կարգով, այսինքն ոչրագործները ներկա չէին դատավարության ընթացքում։ Եվ ցեղասպանության կազմակերպիչների 4-ը դատապարտվում են մահվան հեռակա կարգով, մնացածները տարբեր ժամկետների ազատազրկման։ Լուսանկարում խորապատկերին հանցագործներից մեկն է, ում ձերբակալել են բրիտանական բանակի շոտլանդացի զինվորականները։ Իսմայիլ Հակի բեյը քարյուղով այրել էր 300 երեխայի 18 վագոնների մեջ։
Ցեղասպանության հետևանքով տասնյակ հազարավոր երեխաներ կորցրին իրենց հարազատներին եւ այս երեխաներից է, որ ձևավորվել է հայկական սփյուռքը 1920-ական թվականներին տարբեր երկրներում։ Առաջին որբանոցները բացվել են Մերձավոր Արևելքում, Սիրիա, Լիբանան։ Որբանոցներում երեխաների կրթադաստիարակչական աշխատանքներով զբաղվում էին էստոնացի, դանիացի, նորվեգացի, շվեյցարացի եւ այլ ազգությունների միսիոներները, ովքեր տիրապետում էին հայերենին, երեխաների հետ խոսում էին հայերեն, որպեսզի վերջիններս պահպանեն իրենց արմատները։ Ամենամեծ որբանոցը եղել է Ալեքսանդրապոլում, ներկայիս Գյումրի քաղաքն է։ 20,000-ից 30,000 երեխա է ապրել այդ որբանոցում, այդ իսկ պատճառով որբանոցը կոչվում էր որբաքաղաք։ Որբանոցը կառուցվել է նախկին ռուսական զորանոցների վայրում, հիմա պահպանվել են 2 շենքերը, բայց չեն շահագործվում։ Բացի ֆիզիկական բնաջնջումը հայերը կորցրել են նաև իրենց մշակութային ժառանգությունը, որովհետև տարիների ընթացքում նրանց վանքերը եւ եկեղեցիները ավերվել են կամ վերածվել մզկիթների, բանտերի, ախոռների կամ էլ թիրախավորվել թուրքական բանակի կողմից հրետանային զորավարժանքների ժամանակ։ Լուսանկարները այստեղ ցուցադրված են ցեղասպանությունից առաջ եւ հետո եւ տեսեք Նարեկավանքը վերածվել է մզկիթի։ Եվ քանի որ չի եղել միջազգային դատավարություն ցեղասպանության կազմակերպողների ոչրագործներին պատասխանատվության ենթարկելու համար, հայ հեղափոխական դաշնակցության համաժողովի ժամանակ որոշում է կայացվում ստեղծել հայորդիներից մի խումբ, ովքեր կիրականացնեն Նեմեսիս գործողությունը։ Նեմեսիսը հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունն է կրում։ Այդ գործողության շրջանակներում ամենահնչեղ գործը Սողոմոն Թելիրյանինն էր, ով Բեռլինում ոչնչացրեց Թալատ Փաշային 1921 թվականի մարտի 15-ին, բայց փախուստի չդիմեց Սողոմոն Թելերյանը, սպասեց Բեռլինյան ոստիկանությանը։ 1921 թվականի հունիսի 3-ին Բեռլինի առաջին ատյանի դատարանը նրան արդարացրեց եւ ազատ արձակեց։ Արդարացման թերթիկն է, փաստաթուղթը։ Սողոմոն Թելերյանն է կնոջ հետ, Անահիտ Թատիկյանի հետ։ Նրա օրագիրը, որ նա սկսում է այսպես 1921 թվականի մարտի 15-ը երջանիկ առավոտ էր, որովհետև նա այդ օրը պատշգամբից նկատել էր Հայդենբերգ պողոտայով զբոսնող Թալատ Փաշային։ Դատավարության մասին գիրքը, որը տպագրվել է Վիեննայում 1921 թվականին։ Ցեղասպանական գործողությունները շարունակվել են նաև առաջին համաշխարհային պատերազմից հետո Քեմալ Աթաթուրքի օրոք։ Հույներն են կուտակված միջերկրական ծովի ափին, Զմյուրնիա քաղաքի հրդեհն է, հայկական հունական թաղամասերն են հրդեհվում քեմալականների կողմից 1922 թվականի սեպտեմբեր ամսին, որպեսզի նրանց վերադարձը կանխվի։ Հրդեհը նկարահանվել էր արևմտյան ռազմանավերի կողմից, ովքեր ունեին հրաման նկարահանել, բայց չմիջամտել։ Այսօրվա դրությամբ հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 34 երկրների կողմից, դրանք մեծ մասամբ եվրոպական երկրներ են։ Սա абստրակտ ստեղծագործություն է, կենաց ծառ է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անցած ուղին, տեսեք ժայռից է աճում, այսինքն դժվարությամբ, բայց բարձրանում է, եւ փյունիկն է, որը խորհրդանշում է վերածնունդ։ Ձախ կողմում գրված են Հովհաննես Շիրազի խոսքերը, որ եթե կոնե կմնա մեկ հայկին, ուրեմն ազգը կշարունակվի։